Ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձինք կռեաբիլիտացվեն, կվերասոցիալականացվեն։ Հայաստանում ծրագիրը կիրականացվի առաջին անգամ, կգործարկվի 2026-ից։ Անձանց կտրամադրվի սոցիալական, հոգեբանական, իրավաբանական աջակցություն, ուղղված բռնարար վարքի փոփոխությանը, կանխարգելմանը, ռիսկի գնահատմանը։ Որպես պետություն մենք պարտավոր ենք ապահովել հասարակության բոլոր ներկայացուցիչների շահերը եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ ներդնել այս ծրագիրը եւ մենք ինքներս հասկանանք թե դրա արդյունավետությունը ինչքանով է բարձր կամ ցածր։ Բռնություն գործադրած անձը, եթե համարի, որ ծրագրին մասնակցությունը վարքաբանական փոփոխության կհանգեցնի, կամավոր կարող է դիմել։ Ռեաբիլիտացիոն ծրագրին մասնակցությունը պարտադիր է եւ նման պահանջ կա դատարանի վճռով։ Ոստիկանությունից նախազգուշացում ստացած դատարանից պաշտպանական որոշում ունեցող անձինք եւս շահառու են։ Ծրագիրը կիրականացվի դրամաշնորհային մրցույթով հաղթած հասարակական կազմակերպության միջոցով, որը պետք է ունենա վերապատրաստված սոցիալական աշխատող, հոգեբան եւ իրավաբան։ Մատուցվող ծառայությունները իրենից ենթադրում են մի շարք մոդուլների կազմում եւ դասավանդում, հիմնականում մոդուլները ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար, որոնք որ պետք է դասավանդվեն, լինելու են կամ անհատական կամ խմբային 2-ից 10 ժամ դասաժամային process-ով եւ յուրաքանչյուրը դասավանդվելու է ըստ անհատական գնահատման կարիքի հիման վրա։ Ծրագրերը տարբեր թեմաներից են բաղկացած՝ բռնության գիտակցում, վարքաբանական փոփոխություն, կոնֆլիկտների կառավարում, զայրույթի կառավարում։ Վիճակագրությունն ըստ փորձագետ Դավիթ Թումասյանի վկայում է, որ եթե ժամանակին կանխարգելիչ եւ հոգեբանական աշխատանքներ չեն իրականացվում բռնարարների հետ, ագրեսիայի ավելացման հետևանքով նրանք կատարում են սպանություններ, բերում է օրինակներ, նշում կարևոր է աշխատանքը երկու կողմի հետ։ Հաճախ այդ մարդիկ իրականացնում են նման գործողություններ ոչ միայն հոգեբանական կամ մտածելակերպի առանձնահատկություններից ելնելով, այլ ունենալով նաև սոցիալական, ֆինանսական եւ այլ խնդիրներ։ Եվ այդ մոդուլների մշակումը ինքը միտված է նրան, որ անձին համակողմանի, բազմակողմանի զարգացնեն եւ պատրաստեն հասարակություն վերադառնալու։ Թումասյանի խոսքով նման փորձ կա պրոբացիոն ծառայությունում, պետություններում, որտեղ աշխատում են թե բռնության ենթարկված, թե գործադրած անձանց հետ, դեպքերի վիճակագրությունը նվազում է։ Ռեաբիլիտացված անձինք չեն դրսևորում այն վարքագիծը, որը մինչև ծրագիրն անցնելը դրսևորել են։ Եռակի նվազում են կրկնահանցագործությունները։ Եթե այդ ռեաբիլիտացիայի ծրագիրը ինքը զուգակցվում է նաև սոցիալական աջակցության տրամադրմամբ, որտեղ որ անձին զբաղվածություն են ապահովում, կրթություն են ապահովում կամ ավելի կայուն ընտանիքի զարգացման ուղղված աշխատանքներ են իրականացնում, տվյալ դեպքում արդեն մենք ունենում ենք միանշանակ ամենաբարձր ցուցանիշը։ Կարևորում ենք ակտիվ համագործակցությունը մեկ այլ ծառայության հետ համատեղ, որն է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից ներդրվող ծառայությունները։ Շատ կարևոր կլինի, որ այս երկու ծառայությունները շատ սինխրոն համագործակցեն, որպեսզի կարողանանք հասկանալ այն հիմնական խնդիրները, որոնք որ անձին ըստ էության ունենում են ընտանեկան այդ բռնության ամբողջ ցիկլի ընթացքում։ Դեպքերի վիճակագրության համաձայն բռնություն գործադրող անձինք ոչ միայն տղամարդիկ են, կարող են լինել նաև կանայք, անգամ երեխաներ։ Այս կարգավորումը պայմանավորված է 2024-ին ընդունված օրենսդրությամբ, ըստ որի հստակեցվել են նաև ընտանեկան բռնության դեպքում ուղղորդման մեխանիզմները, աջակցման կենտրոնների, ապաստարանների գործունեության չափորոշիչները։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։